Շարունակում ենք մեր եթերը, էլի շատ հետաքրքիր փառատոնի մասին ենք խոսելու սիրելի հեռուստադիտողներ, մայիսի 29-ին, 30-ին, 31-ին եւ հունիսի 1-ին Մոսկվայի սրտում հայկական եկեղեցուն կից Տապան թանգարանում կարդալով հարթակը կազմակերպում է հայկական գրքերի փառատոն, որի նպատակն է հայ հեղինակներին ճանաչելի դարձնել Մոսկվայում եւ հնարավորություն ստեղծել Ռուսաստանաբնակ հայերի համար ձեռք բերել եւ ընթերցել հայերեն ու հայկական գրականություն։ Ովքեր են մեր հյուրերը Դավիթը կներկայացնի ու մենք կհասկանանք ինչ է տեղի ունենում։ Սիրով, կարդալով հարթակի համահիմնադիր փառատոնի կազմակերպիչ Տաթև Սարդարյան, ժամանակակից գրող եւ հրատարակիչ փառատոնի հյուր Գոռ Հարությունյան, ինձ համար արդեն բավականին անակնկալ եղավ, Գոռը ինձ ինչի չի ասել, որ Մոսկվա է գնում, եսեք իմանանք։ Բարի լույս։ Ասма դեռուս չի միանալուն խրախճանքին։ Այո։ Անդրադառնանք փառատոնին, փառատոնը ինչքան ժամանակ է որ գործում է։ Հայաստանում արդեն 3 տարի շարունակ կազմակերպվել է գրքի փառատոնը, գրքի տոնին ընթരാճ փետրվար ամսին։ Հայաստանում բոլորին կարդալ խրախուսելուց հետո իհարկե դեռ չենք համարում մեր առաքելությունը Հայաստանում ավարտված, բայց կարծում ենք, որ ժամանակն է նաև Սփյուռքում, առաջիկայում Մոսկվայում մարդկանց ասել ապրիր կարդալով, հասանելի դարձնել հայերեն գրքերը, հայ հեղինակների նորաձև է, սկսի աշխատել։ Մի քաղաքականացրեք մեր ապաքաղաքական փառատոնը։ Մենք կարծում ենք, որ կարդալը չպետք է լինի նորաձև, քանի որ նորաձևությունը շատ հաճախ փոխվում է, դուրս է գալիս կարդալը պետք է լինի ապրելակերպ, կեսակերպ եւ մեր գործունեությունը հենց դրան է միտված։ Բայց այս ամեն ինչը որոշեցիք կազմակերպել Մոսկվայում, որովհետեւ մեր հայրենակիցները, մեր հայալեզու, հայերեն խոսող մեր հայրենակիցները, որովհետեւ նաեւ կան հայրենակիցներ, որ հայերեն չեն խոսում, նրանք չեն էլ կարդում։ Իրենք ժամանակակից գրողներին չեն ճանաչում, թե չեն ճանաչում։ Շատ իրականում դիպուկ խնդրի անդրադարձակ, այո, շատ հայրենակիցներ ունենք, որ չեն կարդում եւ մեր հենց գլխավոր խնդիրներից մեկը, որ մենք փորձում ենք փառատոնի միջոցով լուծել, Մոսկվայում բնակվող հայերին մոտիվացնել, որ լեզուն պահպանեն, տառաճանաչեն, երեխաները փոքրուց սկսեն հայերեն սովորել, հայերեն կարդալ, նախ կարդալ հայերեն, հետո առհասարակ ընդհանրապես կարդալ։ Այո, նաեւ հայ ժամանակակից հեղինակներին չեն ճանաչում, այսպեսով փորձում ենք նաեւ կապ ստեղծել հեղինակներին այնտեղ հնարավորություն ընձեռել շփվել ընթերցողների հետ, քննարկել իրենց գրքերը ներկայացնել։ Գոռ դու ինչ գործ ունես այս փառատոնի հետ։ Մի խոսքով գրքի տոն ենք անելու։ Այո։ Սիրելիներ, ես ամենը տարբեր առիթներով եմ, չէ՞ ձեզ հյուր լինում։ Հիմա ես փառատոնին մեր ընկերների հրավերով մասնակցում եմ իբրև գրող եւ իբրև հրատարակիչ։ Հիմա մեր հրատարակչությունը կարող եմ անունն ասել։ Այո։ Նռան է հրատարակչությունը, այս վերջին շրջանում ձեռնամուխ է եղել մի հրաշալի մատենաշարի, թույլ տրվի ասել, մանկագիր, այո, մանկական գրականությունը, գրականության մեջ մեր լուման ունենալու համար, մեր պատկերացրած խրախուսական հեքիաթները ունենալու համար, մանկագրություն ունենալու համար, այսպես ձեռնարկել ենք մանկագիր մատենաշարը, որի առաջին 3 պրակը հիմա արդեն ձեր ձեռքերում է եւ ձերն է։ Եվ իբրև ներկայացուցչական Սրանք թարգմանություններ են։ Սրանք թարգմանություններ են, բայց Եղիշե Չարենցի, Ստեփան Զորյանի, Հովիկ Չարխչյան։ Չէ, Հովիկ Չարխչյանը մեր գրական խորհրդատունը եւ խմբագիրը։ Ներքևում նայիր։ Այո, ներսում։ Քոնը ներսում է։ Ահա։ Համոսարյան։ Համո Հարյան, հա, Համոսարյանը մանկագիր չի, դրա համար Սրանք թարգմանական գործեր են իհարկե, բայց հիմա հաջորդ պրակները կլինեն նաև հայ հեղինակներից, դիցուկ հիմա հրատարակությանը պատրաստվում Խնկո-Ապոր հեքիաթներից մեկը։ Եվ հիմնականում մենք մասնակցելու ենք իբրև հրատարակիչ, ես եւ Հովիկ Չարխչյանի որպես գրական խորհրդատու այս գրքերով, իհարկե էլի մի քանի անուն գրքեր հավանաբար կտանենք հրատարակության հրատարակած։ Եվ ես իբրև նաև բանաստեղծ, մենք այնտեղ կունենանք այսպես վարպետաց դասեր, չգիտեմ, պոեզիայի ներկայացում, հեքիաթի ժամ, հեքիաթի ներկայացում, ճիշտ եմ, չէ՞, ասում տակիչը։ Եվ իրապես համենայն դեպս կազմակերպիչները եւ մենք, ովքեր որ
այսպես հավատավոր կերպով գաղափարին միացել են դեռ հայաստանյան այս տարվա փառատոնից, դիահույս են, որ պիտի այս առաքելությունը, իհարկե ոչ միանգամից այս առաջին անգամվա ընթացքում, բայց շարունակաբար առաքելությունը պիտի լերումին հասնի կամ կատարվի, որովհետև նպատակը շատ այսպես բարոյական է եւ շատ բարձր է դրած լեզվի պահպանության խնդիրը Սփյուռքում առհասարակ առաջնային խնդիր է, բացի այդ, այո, ինչ որ իմաստով նաև սա մշակութային կապ է, հայրենիք, Սփյուռք կամ Սփյուռքի գաղթօջախներ, այս խոսույթը, դիսկուրսը պիտի ձևավորել նաև գրականությամբ գրքի տոնի, գրքի շուրջ տոն կազմակերպելու միջոցով։ Նպատակ կան նաև գրքի փառատոնը տանել այլ տեղեր, այլ մեր հայահոց եւ ոչ միայն հայահոց, այսինքն որտեղ որ մեր հայրենակիցները այսպես հիմնավոր բնակություն են հաստատել եւ նաեւ ցավի սիրտ այս գլոբալիզացիոն աշխարհում ուծացումը շատ արագ է լինում, հարկ է որ հայրենիքից այսպես ազդակներ գնան լեզվի պահպանության, հայ ժամանակակից գրողներին այսպես ճանաչելու եւ վերջապես փակվի այն խոսակցությունը, թե ժամանակակից գրականություն կա, թե ոչ։ Կա։ Որովհետև կա այդ խոսակցությունը։ Կա այդ գրականությունը, կա հրաշալի գրողներ կան, հրատարակիչներ կան, որ շատ սիրուն թե բովանդակությամբ եւ թե պոլիգրաֆիկ իմաստով սիրուն գրքեր են հրատարակում, մտածված յուրաքանչյուր դետալը հաշվի առած։ Եվ ես ձեզ հավատացնում եմ Դավիթ Թրինքն էլ կվկայի, օրինակ մենք նահանգներում գրախանութներում բան մեզ հետաքրքրող է, մտնում ենք հայ գրահրատարակչությունը չի զիջում այսօր որևէ մի այլ երկրի, գոնե մեր տեսած երկրի գրահրատարակչությանը, այս արդեն պոլիգրաֆիկ իմաստով եմ ասում։ Թող ճանաչելի լինի նաև ինչպես հայ գրատպությունն է առհասարակ ճանաչելի եւ ունի 100-ամյակների պատմություն, թող ճանաչելի լինի այսօրվա գրահրատարակչությունը եւ այսօրվա գրողը իր գրով։ Հետաքրքիր է, ներողություն Դավիթ, այ որ ասում ես Գոռ, հա, խնդիր չկա այսօր հրատարակվելու, այսինքն ոչ տենց ինչ որ մեկը կֆիլտրի, ցենզեր կան, որոնք դու պիտի համապատասխանես, ինչպես առաջ էր։ Հիմա այսօր ժամանակակից գրողը կարող է ճանաչելի դառնալ, բայց այդ քեզ լավ է թե վատ է։ Թողնում ենք հանրության ֆիլտրացիայի վրա, որ ինքը կգտնի տես ասում ես կա ժամանակակից գրականություն, բայց դրա կողքին կա այնպիսի գրականություն, կարող հանգիստ չլիներ, բայց ինչ այդ է ճիշտը թե մյուսը։ Դու ես հարցում արտահայտվելու բանից, ես երկար եմ խոսում։ Արտահայտվել որպես գրող։ Անուշ ջան, այս process-ը, որի դեմ որևէ բան անել հնարավոր չէ գոնե ժամանակակից աշխարհում, որովհետև եթե դուք հղում եք անում նախկին գլավլիտին, որ վերահսկվում էր, իսկ ավելի այսպես ինձ համար ընդունելի տարբերակը խմբագրական խորհուրդները, որ կային, հիմա էլ անկեղծ ասած կան, օրինակ մեր հրատարակությունը սկզբունքորեն մի քանի այսպես չափանիշ ունի, որ այդ բովանդակության գրքեր չի հրատարակում կոնկրետ, հա, եւ դեպքեր ենք ունեցել, ես մի 4 անուն գիրք եմ մերժել ու չենք հրատարակել։ Այո, այդ նույնա բովանդակ եւս 2-3 է։ Ինչ բովանդակություն։ Կասեմ հիմա եթե ժամանակը հերիքի, բայց հարցի հա մյուս կողմը հնարավոր չի այսօր որևէ մեկի հեռախոսը համակարգիչը վերահսկել, որ ինչ ուզի չհրապարակի, իսկ հրապարակման ամենը կարճ ճանապարհը այսպես պայմանական կամ ճակերտավոր գրող ու սոցիալական հարթակ է, որտեղ ոչ մեկ պրակտիկորեն չի կարող կանգնել որի արանքում։ Հիմա սրա շուրջ մտածել, ոնց ֆիլտրել, այս կլինի Դոն Կիխոտյան ինչ-որ բան աշխատանք, էլի Դոն Կիխոտյան բան անիմաստ կռնի։ Հա, կեցված, կանիմաստ կլինի։ Եվ հենց այս տեսակ փառատոնները, կարդալով փառատոնը եւ ընդհանրապես գրքի շուրջ ցանկացած տոն խոսակցություն, նաեւ մեկ քայլ կարծում եմ, կես քայլ լուծում է նաեւ այս խնդիրը, որովհետեւ բոլոր դեպքերում ես կարծում եմ, որ փառատոնի կազմակերպիչներն առհասարակ որոշակի սելեկցիայի ենթարկում են, ինչ գրականություն վաճառեն, ինչ գրականության շուրջ այդ տոնը կազմակերպեն, որովհետև ամեն վաճառվող բան չի, որի վրա կարելի է այսպես տոն կազմակերպել, հա, կամ որի շուրջ կարելի է տոն կազմակերպել։ Հետևաբար սա էլ գալիս է մի քիչ այդ խնդիրը լուծելու։ Բայց այնուամենայնիվ խնդիրը մնում է այո արդիական,
եւ երևի թե սա շատ ավելի այսպես քարոզչական հարց է, ընդ որում տարբեր օղակներից քարոզչական հարց է, որ մարդկանց բացատրել, ընդ որում լավություն անելով բացատրել, որ սիրելիներ, եթե գրականությունը ձեր ոլորտը չէ, խնդրում եմ մի մտեք այդտեղ, ինչպես որ ասենք, չգիտեմ, բանը աստրոֆիզիկան իմ ոլորտը չէ, ես չեմ կարող երկու հոդված կարդալ ու այսպես ծանր գլխով, երրորդը գրել ու հրապարակել կամ չգիտեմ, կոմպոզիտորական արվեստին ոլորտը չէ, չգիտեմ, էլի շատ բաներ, ես չեմ մտնում այնտեղ որտեղ որ ես անելիք չունեմ մասնագիտական կրթություն, չգիտեմ, առանձնապես հանճարս էլ չի փայլում իբրև աստրոֆիզիկ, որ ասեմ դե լավ հակրթություն չունեմ, բայց շատ բան եմ հասկանում։ Շատ բան եմ տեսնում այնտեղ, որ չեն տեսել։ Հետևաբար այս հիմնականում ագիտացիոն կամ քարոզչական խնդիր է, որ պիտի ասվի։ Ընդ որում, բայց միայն գրականության ոլորտում չէ, առհասարակ մեր ոլորտության մեջ ինչ որ տեղերը խառնված են, ոչ մեկ իր տեղում չի, այս մասնագիտական կողմնորոշման հարցը մի խոսքով շատ խոր խնդիր է, որ պիտի անդադար խոսել, դպրոցում խոսել, ամբիոններից խոսել, տանը խոսել, մի խոսքով։ Այնպես որ եւ հետո մարդկանց բացատրել, որ գրող լինելը ճանաչելիության նախ դժվար հասանելի է, այդ ճանաչելիությունը, որ գրող լինելով այդպես կճանաչել։ Նախ գրողի գործը գրելն է, բայց այո, բայց այնուամենայնիվ սա դաժան, աշխատատար, տառապալից աշխատանք է, եթե մենք այդպես իբրև զբաղմունք գործ ենք վերցնում, ընկալում։ Պարզապես հիմա այսպես փրփուրային էֆեկտով շատերը դրան նայում են հոբի, ինչը ինձ որպես գրողի, թույլ տրվի ասել պրոֆեսիոնալ գրողի, ինձ մի քիչ վիրավորում է, որովհետև ինձ համար անընկալելի է ինչպես կարելի է գրականությունը ընկալել հոբի, ну չգիտեմ, հնարավոր չէ, ուղղակի հնարավոր չէ ինձ համար։ Այսպես ձեռի հետ գրում են էլի։ Մարդիկ այնքան Facebook-ում ստատուսներ գրեցին, որ հասկացան, որ կարելի է ստատուսներից նաև մի բան տեխնիկապես վարժվել են։ Հա, ես երկու հարց ունեմ ձեզ, Տաթև ջան, նախ ինչպես ընտրվեց Գոռի տեխնացությունը, որ ինքը պետք է լինի Մոսկվայում փառատոնի շրջանակներում եւ ոնց են անելու, որ մեր հայրենակիցները, չգիտեմ, նաև երեխաների հետ, այստեղ շատ կարևոր է երեխաների հետ, որովհետեւ ծնողի մոտեցումը այստեղ կարևորագույն ֆակտոր է։ Ոնց են անելու, որ մեր գիտակից բանի մածու մի քիչ էլ կարդացած հայրենակիցները լինեն այս փառատոնին։ Պատասխանը սկսեմ երկրորդ հարցից, իրականում բավականին դժվար փորձառություն է մեզ համար Հայաստանից հաշվի առնելով Մոսկվայի մասշտաբները, առհասարակ Ռուսաստանի Դաշնության մասշտաբները, ընտրելով հենց Մոսկվան, քանի որ գիտենք, որ շատ հայեր կան ոչ միայն Մոսկվայում, նույնիսկ Մոսկվայից շատ հեռու, ընտրել լոկացիան, ընտրել քիչ գրողների, իրականում շատ ունենք տաղանդավոր գրողներ, բայց մեր հնարավորության սահմանում փորձել ենք բոլոր լծակները կիրառել, բոլոր ուղիներով ինֆորմացիան հասանելի դարձնել այնտեղ բնակվող հայերին եւ առաջին, այսպես ասած, գործիքներից մեկը մեզ հետ հենց հյուրերի ներգրավումն է, այսինքն մարդիկ ոչ թե ուղղակի գալիս են գրքեր գնելու, գրքեր տեսնելու, այլ իրականում ծնողները երեխաների հետ գալու են հեքիաթի ժամի մասնակցելու։ Հա Գոռը, Հովիկ Չարխչյանը, այլ հեղինակներ էլի տեղում են լինելու, երեխաների հետ պատրաստ են զրուցել, ունենալու ենք հեքիաթի ժամ, ընթերցելու ենք հայերեն հեքիաթներ, քննարկելու ենք, ավելի խաղարկային մոտեցում ենք ցուցաբերելու, հա, խաղեր, զրույցներ ու այդ ամենի միջոցով փորձելու ենք հետաքրքրություն ստեղծել ընդհանրապես ընթերցանության հանդեպ ու հենց այդ կետում ներկայացնելու ենք արդեն հայերեն գրքերը, հա, երեխան եկավ, մասնակցեց, իրեն դուր եկավ, շատ լավ, հաջորդը ինչ եմ կարդալու, խնդրեմ, հաջորդը կարող է սկսել այստեղից, հա, այստեղ նաև այդ Գոռի նշած գրականագիտական մոտեցումը ճիշտ ուղղորդումն է կարևոր։ Այո, ես համաձայն եմ, որ հիմա շատ է աղմուկը, բայց հենց մեզ նման շատ այլ նախաձեռնող խմբերի օգնությամբ մենք կարողանում ենք ճիշտ ուղղորդում տալ եւ ծնողներին, եւ ինչու ոչ երեխաներին, եւ որոշակի չափով կարծում եմ մեզ մոտ ստացվում է։ Գոռին ընտրել ենք դեռ մեր վերջերս, փետրվարի վերջին գրքի փառատոնին դեռ Երևանում շատ հետաքրքիր մոտեցումներով ենք համագործակցել եւ որպես հրատարակիչ մեզ համար շատ կարեւոր է, որ սկսնակ ստեղծագործողները ունենան ճիշտ ուղղորդում, որտեղից սկսեն, ինչպես գիրք հրատարակեն, ինչ փուլերով պետք է անցնեն, հեղինակային իրավունք, տպագրություն, վաճառք եւ այլն, եւ Գոռը որպես
հրատարակիչ մեզ հետ համագործակցեց ու ժամանակակից հեղինակների հետ կիսվեց իր փորձով եւ ստեղծագործական մասով ունեցանք շատ հետաքրքիր համադրություն պոեզիայի, երաժշտության, Bohem Band-ի հետ։ Bohem Band-ն է բացում նարել է հայաստան փառատոն։ Այո, եւ այնքան արձագանքները ջերմ էին, բուռն էին, այնքան արդյունավետ էր, որ Մոսկվա մեկնելիս արդեն չէին կարող գոռին մեզ հետ չունենալ։ Իդեպ ընտրությունը ինչով է իմ կարծիքով շատ ճիշտ, որ նախ պետք է մեր հեռուստադիտողը իմանա, որ գոռը բացի շատ լավ բանաստեղծ լինելուց, ինքը նաև հրաշալի մանկավարժ է։ Ես չգիտեի։ Քանի որ գոռը մանկավարժ է, Այդ նոր իմացաք, թե գոռը երեխաների հետ աշխատելու շատ հետաքրքիր մեթոդներ ունի, որ ես հպարտանում եմ, որ սա շատ կարևոր ֆակտոր է։ Երեխաներին ինչպես մոտեցնել գրքին, ինչպես մոտեցնել կարդալուն, ինչպես երեխաների հետ շփվել, որպեսզի իրենք այս ամեն ինչը սիրեն, որովհետև եթե չսիրեցին, լավ, մեկ անգամ, չգիտեմ, փառատոնի ժամանակ կարդացին ու անցան առաջ։ Դրանից հետո ինչ են անում, հեռախոսները վերցնելու են, գոռի մեթոդները այդ առումով իրականում հրաշալի է, ես շատ կուզեի, որ բացի բանաստեղծ լինելուց, ինչ հետաքրքիր միտք եմ արել, ես կուզեի, որ մանկավարժները կարող եմ մի քիչ Համել բանաստեղծ լինեն։ Համել բանաստեղծ լինեն։ Չէ, ես շատ կուզեի, որ այդ մեթոդներին ծանոթ լինեին եւ այդ մեթոդները օգտագործեին։ Այս թեման ասեցիր, իմ մոտ այդ հարցը չեմ կարա չտամ գոր։ Հիմա նայիր, մենք անդադ խոսել ենք այդ մասին, այսօր տարական դասարանում տեղ գտած գրականության, թշնամի երկրի հեղինակների եւ այլն, ես թող բողը գիտես։ Ես կզարմանայի, որ դրա մասին չխոսեի, մանավանդ գոռի է։ Հա, ինձ հիմա այս դեպքում քո հայրենասիրության մասին նրանք ովքեր ճանաչում են գիտեն, որ գրող ես չգիտեին իմացան, մանկավարժը իմացան, բայց քանի որ այս երեքը մեկտեղվում է մի անձի շուրջ, հիմա ինձ հետաքրքիր է քո կարծիքը, որովհետև երեքի դեպքում էլ բացարձակ իրավունք ունես արձագանքելու կարծիքի։ Մենք ունեցել ենք, ես հիշում եմ Չարենցից մանկական բանաստեղծություններ, առաջին երկրորդ դասարանում, մի տեսակ հայ մեծ դասականը, որը գիտի քո մշակույթը, քո մենտալիտետը, քեզ գիտի, ինքը գիտի քեզ ժողովրդին եւ ինչ մեթոդով է պետք կրթել, ինչն է կարեւոր, օրինակ հիմա տատիկի մասին կա բանաստեղծություն, որ էլի ստեղծում է այդ հարգանքը, կապը մեծի հանդեպ, տան եւ այլն, շատ տարբեր է։ Ու գալիս է հատկապես, հա, հիմա եթե չասեմ անգամ, որովհետեւ մեկ ասում են դե այլ գրականություն էլ պիտի ճանաչեն, ես միշտ ասում եմ աշխարհի բոլոր գրականության կարկառուն դեմքերի թող ճանաչեն, բայց դրա համար միշտ կա տարիք։ Դու ճանաչում ես քոնը, հետո ճանաչում ես օտարինը, հետո սկսում ես հասկանալ որն է լավ, որն է վատ կամ եւ այլն։ Հիմա երբ ենք խոսում ենք տարական դասարանի երեխեքի մասին, ովքեր ինչ որ առումով այս մշակույթի մեջ են ապրում, հետեւաբար պիտի կարողանան այստեղ ձևավորվել, կրթվել, եթե մենք այդ գլոբալիզացիան դնենք մի կողմ, հասկանում են ուր են տանում։ Իրականում երբ այդ ընդունվում է, հա, այդ կարդացին իբր որոշեցին, որ լավն է, գնում է կրթական ծրագիր։ Այն օտարի են էլ թշնամի երկրի գրողը, երբ իրավունք է ստանձնում լրիվ այլ մշակույթի սերնդի համար տալ գրականություն եւ դա տպագրվի ու գրվի։ Սա ինչ կարող է, ինչ խաթարում կարող է ունենալ։ Ես ասում եմ, որ պատասխանես երեխեքի ծնողների համար։ Շնորհակալ եմ, բովանդակ պատասխան, երկար պատասխան պահանջող հարցը չի, հարցը դրում է, հա, այսպես։ Բայց, քանի որ խոսել ենք իմ մանկավարժ լինելուց, եկեք մի շատ սիրուն շնորհավորանք հղենք մեր շրջանավարտներին, ես այս տարի Այսօր է վերջին։ Չէ, դե վաղն է, բայց ես վաղը եթերի հնարավորություն չունեմ։ Որ այդպես լավ լինես, կարող ունենաս։ Հա, ես ավարտական դասարան ունեմ, իմ եւ ոչ միայն իմ դասարանի, մեր հայ բոլոր շրջանավարտներին մաղթում եմ ճիշտ մասնագիտական ընտրություն ամենակարևորը։ Այո։ Մաղթում եմ, որ նրանք իրենց հետագա կյանքում լինեն առավել հաջողակ, քան իրենց նախորդ սերունդները եւ նրանք լինեն ել ավելի համարձակ գալիք հաղթանակները կերտելու հարցում մեր գալիք հաղթանակները եւ լինեն գրքասեր, այո, շատ զրույց, խոսակցություն եւ process, այսպես գերարացնեն գրքի շուրջ։ Ես վստահ եմ, որ մենք հրաշալի սերունդ ունենք եւ այս սերունդը
պիտի մեր հետևից ոչ չեմ էլ ասում մեր կրտսեր սերունդը, մեր հետևից ինձ այսպես շնչակտուր եկող սերունդը շատ ավելի համարձակ է, շատ ավելի մոտիվացված, շատ ավելի լայնախոհ եւ նրանք անպայման կարճ ապագայում, մոտ ապագայում, կարճ միջոցում պիտի կարողանան շատ հարցերին տալ պատասխան, որոնք մենք չենք կարողացել կամ դեռ չենք կարողանում։ Ես շնորհավորում եմ մեկ անգամ եւս մեր երկրի բոլոր շրջանավարտներին, ձեզ ուրախ տոն, ձեզ հրաշալի օր։ Վաղը։ Վիպուսնոն էլ արեք ամեն։ Հիմա հարցին, ըստ էության։ Սիրելիներ, իրականում մենք խոսում ենք դասագրքերի մշակույթի մասին, հա։ Սա է ըստ էության հարցը։ Այն որ պիտի դոմինանտ գրական նյութը կամ դասագրքային նյութը լինի դասական, երևի թե ես չգիտեմ անհամար անգամ, անթիվ անգամ խոսել եմ այս մասին։ Բայց պիտի նկատի ունենալ նաև, որ մենք ապրում ենք համաժամանակում եւ հնարավոր չի ժամանակակից process-ները, ժամանակակից գրողներին, գրականությունը թողնել լուսանցքում։ Եվ դա ճիշտ էլ չէ։ Այլ բան է, որ մենք կարող ենք ինչ-որ իմաստով իրավունք ունենք բողոքելու դասագրքերի կազմման մեթոդիկայից, ընտրված նյութերից, նույնիսկ մատուցման ձևերից, որովհետեւ հիմա ես գիտեմ, որ գուցե լավ չանեմ այս հայտարարությունը չստացվի անպատասխանատու, բայց ամենայն դեպս հստակ գիտեմ, որ դպրոցներ կան նույն առարկայի տարբեր գրքերով են անցնում առարկան, ինձ համար բավականին զարմանալի էր, որովհետև ես չեմ կարողանում տրամաբանությունը հասկանալ, գուցե կա տրամաբանություն ու պատկան մարմինները կամ հանձնաժողովները բացատրեն ինչու է այդպես ու տրամաբանություն լինի այդտեղ, բայց ես չեմ կարողանում հասկանալ պայմանական ասած, լավ գրականություն 7-րդ դասանի գրականության առարկան ինչու պիտի օրինակ կամ ինչ ընտրությամբ պիտի օրինակ Գեղակերտի դպրոցն անցնի մի դասագրքով, ասենք Դարակերտի դպրոցը կամ Երևանի մի այլ դպրոց անցնի մի ուրիշ դասագրքով։ Ես չեմ հասկանում այս սելեկցիան, այս ընտրողականությունը չեմ հասկանում, որովհետև մենք ինչ ենք ուզում, ոնց ենք ուզում կրթել, հա, գրականության 7-րդ դասանի պայմանական գրականությունը մի գյուղի կամ մի դպրոցի համար մի ուրիշ բան է, մի ուրիշ դպրոցի համար մի ուրիշ բան։ Սա չեմ հասկանում կամ դեռ չեմ հասկանում, եթե արել են գուցե թե տրամաբանություն լինի մեջը։ Իրականում սիրելիներ, բայց պիտի ձեզ ասեմ, որ դասագիրքը աշխարհում ամենադժվար գիրքն է, ամենադժվարներից թերևս, որ կոլեկտիվ եւ հաճախ կոլեկտիվ աշխատանք է պահանջում, այդտեղ սկզբունքների մեթոդիկայի հարց կա, բախվում են երբեմն սրանք եւ երբեմն մենք չենք ունենում իդեալական արդյունք, որ մենք կուզեինք թե իբրև մանկավարժ, թե իբրև ծնող, որ մեր երեխաները այդ դասագրքերով առնեին իրենց ուսումնառությունը, կամ կրթվեն այդ դասագրքերով։ Բայց նաեւ բոլոր դեպքերում պիտի ասենք, որ մեր կրթությունը, ինչպես շատ ոլորտներ, ցավի սիրտ 30 տարի դեռ անցումային փուլում է, անընդհատ անցումային փուլում է։ Անընդհատ մենք ռեֆորմներ ենք փորձում անել, նորարարություններ ենք ուզում անել ու սա դուրս է գալիս, ժողովրդական բանով ասած, մեր երեխեքի ջանից։ Մեզնից էլ այդպես դուրս եկել, երբ որ 90-ականների սկզբին էլի ռեֆորմներ էին անում, գիրքը դարձում էին տետրը, գիրք խայտարակ բաներ էին տեղի ունենում եւ 30 տարի այս ռեֆորմը չի դադարում, ես չգիտեմ կամ չգիտեմ բարձրաձայնելու էլ չի երևի, ակնհայտ է ամեն ինչ, միտումը ուր է գնում, հա, համահարթեցում է գնում եւ եթե անկեղծ ասած պետք է որևէ օտարագիր հեղինակի կամ հենց օտար հեղինակի ներկայացնել հայ հանրությանը, դրա համար փառք դիցերին, հատկապես տիրին, մեր գրահրատարակիչները ֆանտաստիկ գրքեր են հրատարակում օտարագիր եւ կարծում եմ թե կարիք չկա դեռ իրենց ազգային գրականությունը չյուրացրած երեխաներին, մեր երեխաներին այսպես ուղիղ կապել օտարագիր գրականության հետ կամ օտար գրականության հետ, առավել եւս թշնամական, ես օրինակ չգիտեմ նման դեպք, որ կարողանամ կոնկրետ խոսել։ Բոլոր դեպքերում չենք ուզում մենք ժամանակի այսպես բանից
տենդենսներից, միտումներից հեռու մնալ, բայց շատ կարևոր է թե ինչպես ենք սա անում, սա անում ենք պրոֆեսիոնալ, սա անում ենք ընտրողաբար, սա անում ենք ազգայնացնելով, թե անում ենք պարտադրելով, որը հա չայրեց առավելագույնն է այս պարագային։ Բայց այստեղ մի լավ լուր կա։ Բոլոր դեպքերում ազգը, ժողովուրդը ինքը միշտ իմաստուն է, ինտուիտիվ իմաստուն է եւ ցանկացած օտար մարմին, ցանկացած ինչ որ ժամանակ հետո անպայման դուրս է մղելու իր հոգի կերտվածքից, իր լեզվի մտածողությունից, այնպես որ սա այո, կասեցնում է մեր ընթացքը, դանդաղում է մեր ընթացքը զարգացման, բայց բոլոր դեպքերում կա ասես պատմական փորձ, որ միշտ օտար մարմինը դուրս է մղվում, ժամանակի հարց է, ամեն բան կզուլալվի, ցավոք, որ սերունդների այսպես կյանքի ու ժամանակի հաշվին է դա տեղ ունենում, բայց սա էլ թերևս օրինաչափ բնույթ է, օրինաչափ երևույթ է։ Ես կարող եմ ավելացնում անել այս հարցին, իրականում իմ սուբյեկտիվ կարծիքով ողջ պատասխանատվությունը ուղղակի թողնել դասագրքերի եւ այն ամենի վրա ինչ ընտրված է, սխալ է, այո, կարող ենք հաշվի առնել եւ կանխատեսել, որ այդ ընտրությունը միշտ չէ, որ ճիշտ կլինի, գուցեև սխալ լինի, գուցեև հետո ժամանակի ընթացքում փորձի բարելավել, բայց այն 45 րոպեն, որ լինում է դպրոցում, դա պետք է լինի ուղղակի ծանոթացում, ուղղակի ինչ-որ sense թռուցիկ մի բան, մատուցում, որից հետո ամենակարևոր աշխատանքը պետք է կատարվի ընտանիքում, տանը, ծնողների կողմից, հասարակությունում, ընկերական, բարեկամական շրջապատում։ Այսինքն, եթե մենք ինստիտուցիոնալ մոտեցում ենք ուզում, եթե մենք երեկոյան հա ծնողների երեխաների հետ ընթերցեն ժամանակակից հեղինակների, ընթերցեն դասական հայ հեղինակների, նույն բարեկամների հատներում գրադարանում տեսնեն այդ գրքերը, լինեն հաղորդաշարեր, որտեղ ներկայացվում են այդ գրքերը, լինեն փառատոններ, այն 45 րոպեն, որտեղ ներկայացվում է միգուցե ոչ ճիշտ նյութը, չի կարող գերակշռել։ Եվ հենց մեր այս փառատոնը, մինչև այս փառատոնը կազմակերպված բոլոր միջոցառումների հենց գլխավոր նպատակը դա է, որ մենք գիրքը մտցնենք մարդկանց օրակարգ, ոչ թե գիրքը լինի ուղղակի դասագրքում ինչ-որ մի հատված, գրքից հա պատառիկ, այլ լինի օրակարգում։ Կարդան տրանսպորտի մեջ, մետրոյում, տանը, երեկոյան, հավաքներին, ինչու ոչ նաև գրքերից խոսան, ոչ միայն քաղաքականությունից։ Եվ սերիալներից։ Այո, մենք մի հետաքրքիր նախագիծ ունենք, եթե թույլ կտաք ներկայացնեմ, կոչվում է գրքարշավ, ինչու եմ սա ասում, որ հնարավոր է գիրքը մեկտեղել ամենուր։ Մենք արշավում ենք եւ գիրք ենք քննարկում արշավի ժամանակ, արշավում ենք, սար ենք բարձրանում, իջնում ենք, նստում ենք խարույկի շուրջ եւ էլի գիրք ենք քննարկում։ Սա վառ ապացույցն է այն բանի, սա մենք անում ենք 7 տարի շարունակ, արդեն ամեն ամիս, նախորդ գրքարշավին եղել ենք Ելփին գյուղում, հաջորդ գրքարշավին լինելու ենք Աղթալայում, այսինքն վառ ապացույցն է մի բանի, որ ցանկության դեպքում հնարավոր է արշավել սիրող մարդկանց, պարտադրել, որ արշավելուն զուգահեռ գոնե 1 ժամ զրուցեն գրքերից, անկախ նրանց գիրքը կարդացել են թե ոչ, հաստատ կգտնվի այդ ողջ նյութի մեջ ինչ-որ հատված խոսակցության, որ բոլորին կհետաքրքրի։ Եվ իսկապես հրաշալի է նկատված, սիրելիներ, որ ամենահրաշալի դասագիրքն էլ չի կարող զուտ, ինքնին չի կարող լուծել ընդհանրապես կրթական կամ առավել եւս քաղաքակրթական խնդիր, եթե դպրոցում մենք մանկավարժներս չունենք հատուկ մոտեցում մեր կրտսեր ընկերներին, մեր սաներին, մեր աշակերտներին, որովհետեւ վերջին հաշվով ամենավատ դասագիրքը կարող ես դու ծալել դնել մի կողմ, եթե այլընտրանքային ասելիք ունես, եթե այլընտրանքային մատուցման մեթոդ ունես եւ ընդհանրապես կարող ես զրուցել աշակերտների հետ կամ քո սաների հետ։ Հավատացնում եմ ձեզ իմ փորձով, որ հնարավոր է տեղում սպոնտան խմբագրել ցանկացած գրական նյութ, եթե դու կրկնում եմ ունես այլընտրանքային ասելիք եւ ոչ մի դասագիր։ Դա ամեն մանկավարժին էլ բնորոշ չէ։ Դրա համար ասացի, որ ձեր առաջադրած հարցը բազմապրոֆիլ մոտեցման կոմպլեքս լուծում պահանջող հարց է եւ այստեղ էլի մեր հասարակության բոլոր շերտերը պիտի համագործակցեն։
ցավի սիրտ ես անդադար ասում եմ, մենք ինչ որ մի պայս դարձել ենք մրցակցային ազգ ու ժողովուրդ, որտեղ կապիտալիստական աշխարհն է մրցակցային իր տրամաբանության մեջ, բայց եկեք մի քիչ մենք վերախմբագրենք, հա, այս մտայնությունը կամ այս բանը միտումը, մենք պիտի ստիպված ենք ուղղակի համագործակցենք մրցակցելու փոխարեն։ Եթե մեր հասարակության տարբեր շերտեր, իմ սխալը, մյուսի սխալը, կլինի մասնագիտական սխալն ու խոսում ենք հենց այդ մասին, էլի, ոչ թե մրցակցային տրամաբանությամբ քննադատի այլ համագործակցային, մենք շատ արագ կունենանք լուծում։ Այսինքն դիցուկ, չգիտեմ, մանկավարժը գրքի հեղինակին, հա, գրքի հեղինակը մանկավարժին, չգիտեմ, պատկան գերատեսչական մարմինները մանկավարժին, գրքի հեղինակին, այսպես ստեղծեն մի մեծ շղթա տարբեր օղակներից կազմված կամ բաղկացած, որոնք իրար հետ չեն մրցակցում, այլ համագործակցում են հանուն լավագույն շահի հետ եկող սերունդն է։ Այն սերունդն է, որ մեր հետևից գալիս է։ Եթե նման համագործակցություն լինի, ես հավատացնում եմ, շատ արագ մենք կունենանք մեր ուզած արդյունքը։ Հարց է, մենք ունենք այդքան կամք, որ տանենք այս աշխատանքը ամենօրյա։ Ես միշտ ասում եմ, ոչ թե կամք, ներողություն, այլ էգոիստություն, ասեմ ինչու, որովհետև այդ սերունդը վաղը մեր վաղվա ծերության ժամանակ մեր բժիշկն է, մեր ղեկավարն է, մեր դատավորն է, մեր ոստիկանն է, մեր վաճառողն է խանութում։ Այսինքն, եթե ես այնքան էգոիստ չեմ, որ ուզում եմ վաղը այդ բոլոր ոլորտներում ես ապահով զգամ ինձ, լավ զգամ, վերաբերմունք զգամ, այդ որ ասում են սերունդը մեր վաղվա ապագան է, ժողովուրդ, այդ վաղվա ապագան ուղիղ հենց դրա հետ է կապված։ Խանութում աշխատողը ոնց է քեզ հետ շփվելու, բժիշկը ոնց է քեզ բուժելու, ոստիկանը ոնց է քեզ կարգի հրավիրելու, ուսուցիչը ինչպես է գիրքը փակելու, այդ ամեն ինչը գորը ավելի սիրուն արտահայտություն ասում, բայց ես ասում եմ ուղղակի էգոիստ եղեք դուք ձեր հանդեպ, ձեզ սիրեք, տվեք այդ լավը, որ վաղը ստանաք բոլոր ոլորտներից։ Երբեք չգիտես այդ երեխան վաղը մեծանալու որ ոլորտում է լինելու։ Բոլոր դեպքերում դառնալով մեր այսօրվա հանդիպման էությանը, ես ուզում եմ մեր մոսկովյան հայրենակիցներին 29-30-31 մեկին փակումն է, այո, եւ հունիսի 1-ին փակումն է, շատ խորհրդանշական, հա, երեխաների պաշտպանության օրը։ Եվ ես ուզում եմ մեր հայրենակիցներին, չգիտեմ որքանով են մեզ հիմա նայում, որքան լինեն այնտեղ պարզապես այսպես շփվեն գրքերի հետ, շփվեն հայրենիքից գնացած մարդկանց հետ, որոնք 3-4 օր խոստանում են տոն կազմակերպել գրքի շուրջ, կենդանի հանդիպումներ, շփումներ, ասմունք, հեքիաթի ժամ, մի խոսքով։ Ինչու ոչ նաև բիզնես հանդիպումներ։ Նաև բիզնես հանդիպումներ, այո։ Փառատոնը իր էությամբ նաև եւ Երևանում եւ Մոսկվայում շատ բազմապրոֆիլ է։ Մենք խոսեցինք բավականաչափ գրականությունից եւ մանկական գրականությունից, գեղարվեստական գրականություն ժամանակակից գրողներից, բայց փառատոնի շուրջ պտտվում են նաև այլ ուղղվածություններ։ Մենք այնտեղ ունենալու ենք բիզնես հանդիպումներ, պանելային քննարկումներ, բիզնեսի աճի մասշտաբավորման վերաբերյալ, այստեղ նաև ուղղորդելով որոշակիորեն կարիերայի կողմնորոշմանը, փորձելով երիտասարդներին, սկսնակ գործարարներին, մասնագետներին հնարավորություն ստեղծել շփվել արդեն հաջողած մասնագետների հետ, այսինքն այդ կամուրջը ստեղծելու ենք եւ Հայաստանում հաջողած գործարարների հետ եւ Մոսկվայում հաջողացելի հայ գործարարների հետ ստեղծելու ենք մի հարթակ, որ կարողանան շփվեն, փոխանակվեն խորհուրդներով, ստեղծեն համագործակցություններ եւ հատկանշական է, որ փառատոնը տեղի է ունենալու Մոսկվայի Տապան թանգարանում, եկեղեցական համալիրի տարածքում եւ ողջ փառատոնի ընթացքում մենք վայելելու ենք թանգարանային փառահեղ ցուցադրությունը եւ հայ շատ հայտնի արտիստների գործերը եւ պատմական դարաշրջանից, հաուրարտական դարաշրջանից գտած տարբեր ինչ-որ գտածոներ, այսինքն ինքը սենց բոլոր տեսանկյուններից բազմապրոֆիլ հագեցած փառատոն է լինելու, եթե ստացվի դեռևս փակագծեր չբացենք, միգուցե նաեւ երաժշտական մաս կարողանանք ապահովել, այսինքն մտնելու են թանգարանից ներս ու
Հայտնվեն մշակութային հայտնվեն, այո, հայկական մշակութային Հենց լավ են ներկայացնում, մի տեսակ մարդ ուզում է ժամը 11-12-ին 15 պակաս տոմս առնի։ Մենք ձեզ հաջողություն ենք մաղթում, մենք ձեզ հաջողություն ենք մաղթում, այո, հուսով եմ մեր հայրենակիցները կգան եւ այդ տոնին մասնակիցը կլինեն, որովհետեւ այնտեղից բան կա տանելու միանշանակ։ Այո։ Մտքի եւ իհարկե մտահաղացումների հետ կապված բան կա տանելու։ Ձեզ շնորհակալություն հերթական հյուրընկալության համար։ Շնորհակալ ենք հետաքրքիր զրույցի համար բովանդակալից։ Մեկ էլ կգանք արդյունքներն ամփոփելիս արդեն ձեզ։ Իհարկե։ Շնորհակալություն։ Գովազդներ եթերում։